Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, խոսում է մայիսի 9-ի ընդառաջ, ընդամենը ժամեր անց Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 9-ն է, մի տոն, մի օր, որը որ, այսպես ասած, միշտ նշվել է հայ ժողովրդի կողմից մեծ շուքով, մեծ ուրախությամբ և մեծ սպարտությամբ, սակայն այդ օրը այլևս գոյություն չունի։ Այս իշխանությունները արեցին հնարավորինս և անհնարինը, բնականաբար պարլամենտի հետ միասին, այդ պարլամենտի ետիմների հետ միասին, որ այսօր հելենգել են քուչա, ասում են մենք ուժեղ ենք, դուք ուժեղ եք բոզի տղությունից, պետական դավաճանությունից, այո, դուք ուժեղ եք, ձեր հետ ոչ մեկ չի վիճում, պետական դավաճանությունից դուք ուժեղ եք։ Արեցին հնարավորինս և անհնարինը, որ եկող սերունդը մոռանա, չհասկանա, չիմանա, չգիտենա ինչ է նշանակում այսինը։ Այսօր վերցրեք դպրոցականին, տարեք կանգնացրեք Մարշալ Բաղրամյանի արձանի առաջ, Ադմիրալ Իսակովի, Բաբաջանյանի, Խամփերյան, Սվամփերյան, Ավետիսյան, Նելսոն Ստեփանյան, հաստվեք, ով է, չգիտի, ինչի մենակ դպրոցականը, ուսանողներին, կամ ոչ ուսանողներին, 10-20 տարեկան, վերցրեք տարեք, մեծ, գերակշիռ մասը չգիտի, անգամ գաղափար չունի, որ հայ զինվորը ծառայելով սովետական միության բանակի մեջ, որ գոյություն է ունեցել Թամանյան դիվիզիա, գոյություն է ունեցել հայեր, որոնք քոչարի են պարել Բեռլինում, Ռեխստագի մայթույցներում, պատերի վրա էլ գելով Հիտլեր, Քումաման են բանից անել, որ 600,000 հայ զինվոր ծառայել է սովետական միության բանակում նահատակվել է, 600,000 մենք ուղարկել են, 300,000 ընդամենը հետ վերադարձել, այսինքն ազգերի մեջ խորհրդային միության այդ 15 երկրների մեջ մենք առաջինն ենք եղել, թե հերոսների քանակով, մարդաքանակ եթե վերցնում և հաշվարկում ես, թե գեներալների 120-ից ավել սովետական միության բանակում մենք ունեցել են գեներալներ, թե մարշալների, այսօր այդ ինֆորմացիային աճող սերունդը չի տիրապետում, ավելին, հիմա էլ ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացության մատնվի Շուշին, որ գիտեք ինչ, մենք Շուշի վերցրեցինք, դա եռատոն էր, մենք եռատոն ենք նշել, մեր հայ զինվորները, մեր հայ կամավորականները նահատակվել են այդ օրը, դա էլ է մոռացում աստիճանաբար, դրա մասին էլ ոչ մեկ չի խոսալու էլ, բայց չէ որ հայ ազգը գլուխ խոնարհող ազգ չի եղել, հայ ազգը երբեք իր հողը բանտիկով չի թողել, եթե մեջից թշնամիներ մենք չենք ունեցել, եթե մեր թշնամին տնից չի եղել, ոնց որ այսօր, և այսօր այս մարդիկ, հանցինս այս կառավարության հելենգել են քուչա, ասում են մենք ուժեղ ենք, մի հատ էլ ինչ ասես տեղին, կեղտ են գծե խպետոշերին, ասում են էսի Հայաստանի քարտեզն է, ու աչ ու ձախ նվիրում են, ու մի հատ էլ կթել է օլիգարխի, են մի օլիգարխն էլ տեղը, են էլ մեդանել է Գագոյ անունով, երկու օլիգարխ հելել են, ինչ որ Նիկոլի հետ քյալը են տալում, թե մենք ընդդիմություն ենք, ինի նրա անունը տալում, ինի նրա անունը տալի, սերի ժողովուրդ, սերի երիտասարդություն, ավելի շատ իմ ուսկումիցը երիտասարդությունն է, որ երիտասարդությունը պիտի հասկանա սրանք ուր են տանում երկիրը, որ մենք հաղթող ենք եղել, մեզանից գերմանացին, մեզանից ֆաշիստը վախեցել է, իսկ այսօր ամբողջ աշխարհում, տեղ նամանավանդ ավելի շատ, ոնց որ այս երկրում, որտեղ որ հիմա գտնվում են բանտում, ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, էլևից ձև է բարձրացնում, նայում ես մարդկանց վրա սեղի քաղաքացիների այսպես կոչված, դոշերին, ոտերին, կրծքին եւ այլն սվաստիկայա նակոլկա արած դաշվածքներ, SS-ի նշաններ, չգիտեմ, կմախք կանք եւ այլն, եւ մեծ ատելություն եմ ես տեսնում արդեն այս 15 ամսվա մեջ գտնվելով բանտում խոշտանգման մեջ, թե ոնց է այս երկրի կառավարությունը ինչ վերաբերմունք է ցույց տալի էմիգրանտի փախստականի նկատմամբ իր մեջ այդ վերաբերմունքը պարունակում է ֆաշիզմ, իր մեջ պարունակում է նացիզմ, իր մեջ պարունակում է ռասիզմ եւ այդ ամենը վերածնվում է աստիճանաբար
Սոցիալիզմը այդ ամենը տապալեց, սովետական միությունը ոչնչացրեց ֆաշիզմը, որ դա այլևս գլուխ չբարձրացնի, որ նման մարդ երկրի երեսին չգտնվի, ովի վրա կրա դաջված կանյու ֆռա, եւ հիմա ես գտնվում եմ նման մարդկանց մեջ, որոնք ատում են միգրանտներին, կապ չունի այդ միգրանտը, որ երկրի քաղաքացիա, այդ միգրանտը ոչ մի բանի իրավունք չունի, խոսելու, ասելու, բողոքելու իրավունք չունի։ Ամերիկյան դատարանները 15 ամիս ինձ պահում են կալանքի մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները վճարել են Թուրքիա եւ Ադրբեջան հետ միասին սկսելի իշխանություններին, որ Վարդան Ղուկասյան պատում պահենք, որ մենք ընդ կանանք Հայաստանը անենք այնպես, ինչպես որ դուք եք ուզում, մտցնենք Թուրքիայի տակ։ Վարդան Ղուկասյանն էլ էս ասամսից ավելա կռիվատալի ասում է, բացեք դռները, ես գնում եմ, դուք ինձ ասել եք դեպորտ, ես գնում եմ ձեր երկրից, ոչ, դրած պահում են, որտեղ վախում են, որ բացեն դուրը դուրս գա Վարդան Ղուկասյան, եւ այս մարդիկ այսօր էլի ասեն մենք հայրենասեր ենք։ Ի Վարդան Ղուկասյանը, որ հայրենասեր չլներ, հիմա բաթում կլներ, իհարկե եթե հայրենասերը չլներ, ազատության մեջ կլներ, սրանց հետ կհամաձայնվեի, սրանց ուզածը կանեի, սրանց հետ դուք համասեր, կստորակրեի կլներ Նիկոլ կգովայ, կլներ Ռուսենին կքննադատեի, սուտի անկապ տեղ ռուսները վավնեն, բելարուսները վավնեն, կխեն եւ այլն, Եվրոպա ենք այդ, բայց իրականում ինչ կանի, կվարե այնպիսի քաղաքականություն, Հայաստանը մտնի Թուրքիայի բերանը, ոնց որ սրանք են ուզում, ոնց որ այս մեծ երկիրն ուզում, սա է մեր թշնամին, այս երկիրն է մեր թշնամին, սրանք են մեր թշնամիները, սա ֆաշիզմն է մեր թշնամին, եւ եկող սերունդը պիտի հասկանա, որ հայ զինվորը, հայ մարդը չի հանդուրժում ֆաշիզմ, չի հանդուրժում նացիզմ, չի հանդուրժում ռասիզմ, որը որ այսօր այս երկիրը դրած քարոզում է ֆաշիզմ ու նացիզմ։ Մենք հաղթել ենք եւ մայիսի 9 այս օրը որը որ մեր եղել է մեր վեհության օր, մենք հաղթեցինք Թուրքի ֆաշիզմը, մենք հաղթեցինք ադրբեջանցիների ֆաշիզմը, որ տանել չեն կարող հայերին ամեն քանի փորձ ունեն ստորացնել, նսեմացնել, մեզ ասում են դուք ստեղ ապրելու իրավունք չունեք, դուք ստեղ չեք եղել, կադաստրի վկայական դուք չունեք, որ այդ եկեղեցին մենք քանդում ենք, ձեր եկեղեցիները, դրանք թույլտվություն չեն ունեցել, եւ Հայաստանից ոչ մի օլիգարխ, ոչ Տոտը, ոչ Տաշիրը, ոչ Նիկոլն վիժված կչիլը մասում, վիժված, խիպու, ինչ թուղթ ես ունեցե, որ եկե մտել ես այդտեղ։ Մեկ մեր պատմական հողի վրա, մեր հայրենիքի վրա եկեղեցի են կառուցում, դուք դրած քանդում եք, մեր հուսարձանները քանդում եք, ասում եք, գիտեք ինչ թուղթ չի ունեցել, այն մի տուբերկուլոզնիկ ամպարոյականի զավակը, որը կոչում առողջապահության նախարար այդ մարդասպանը, հլամ ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործն է, տո տավարի ցավ, եթե դու քո հուշարձանները չես պաշտպանում, եթե դու դրանք քանդելու չես արձագանքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ արձագանքի, հարգարժան երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ, ես դոկուսակցությունը եւ բոլոր այն երիտասարդները, որոնք հասկանում են, գիտակցում են, ինչ է նշանակում հայրենիք, մայիսի 9-ին մենք ստարտ ենք տալի մեր քարոզարշավը, մայիսի 9-ին դուք պիտի միանաք մեզ, եւ մեզ հետ միասին գնում ենք ընտրությունների, գնում ենք ընտրատեղամաս, եւ մեր ձայնը տալիս ենք 15 քվեաթերթիկին, որպեսզի ոչ ասենք ֆաշիզմին, ոչ ասենք նացիզմին, ոչ ասենք ռասիզմին, եւ այլևս աշխարհը չտենա այդ արհավիրքը, որը որ մեր պապերը տեսան 41-ից 45 թվականները, մեր հայրերը տեսան 90-ական թվականներին Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններում, մենք տեսանք Սումգայիթը, մենք տեսանք Բաքուն, որ մարդուն իատան մեջ վառում էին, կանանց իատան մեջ վառում էին, հղի կնոջ փորը բացում էին, ճողում թափում էին, որպեսզի տենային ինչ է տղայա թե աղջիկ, որովհետև կար ատելություն հայի նկատմամբ, կա ֆաշիզմ, կա ռասիզմ, կա նացիզմ, եւ դրա առաջատար երկիրը այսօր այն երկիրն է, ում բանտում գտնվում եմ ես, ում անունն է Միացյալ Նահանգներ։ Մենք պիտի պայքարենք սրա դեմ, մենք չպիտի հանձնվենք, մենք պիտի միահամուռ լինենք, ուժեղ տղեն ես եմ, որ գտնվելով սրանց բանտում, կկաց ունեմ սրանց տված պայմանագրերի վրա, որ դու կարաս դուրս գաս մենակ նրա համար, որ քո երկիրը պիտի տանես կործանման, պիտի կողես Թուրքիայի կազմի մեջ, չի լինելու, դուք եք ուժեղ արա, դուք եք ուժեղ, Տաշիր, Գագո, կամ չգիտեմ ընդ Նիկոլ, ինչն է ձեր ուժեղ, թրքահպատակներ, ինչն է ձեր ուժեղ, ով եք դուք,
որ հենց փող բաժանելով, նրան առնելով, ձեր կողը մարդկանց բերեկայնացնելով, չգիտեմ ես իմ ավտոբուսների, ես ցեվում եմ թե ժողովուրդը ձեզ ընդունում, հա, այդ փողերը որ տաշիրը դրած կողխծրած բաժանում է աչուձախ, ինքը պիտի հետ վեկալի տա, ինքը հարյուրապատիկ, հազարապատիկ պիտի հետ վեկալի տա, ու Նիկոլան տա, տաշիրյան տա, տալի տաշիրյան տա, Նիկոլան տա, մտոր տեսեք, ընդդիմություն ենք խաղալ, սննկացնում է, մեկը լապատկայա բերը, մեկը նույնիսկ մուրճուման գաղահանը, տոյս ինչը, այդ ամենը մենք տեսանք, մենք ձեր լապատկիներ ենք տեսել, մենք ձեր չագուշներ տեսանք, մենք ձեր մեղներ տեսանք, որ լրիվ անվորական, դուք երկիրը հասեցիք այսօրվան, որ հարևան երկրնախական հլնումը ամենավերջի ձևերով նսեմ ասնում, պղծում է, դուք շպտում եք ու ասում եք ես շո, իմ սերունդը դա չի կարող տանել, իմ սերունդը չի կարող դա թույլ տալի, մատաղ եկող սերունդը չի կարող ձեր նման ստահակ ու տական քլնի, սեփական պատմությունը ուրանա, ամեն ինչի մեջ մեղադրի ռուսներն են, բելարուսներն են, էս են դուք էլ անմեղ եք, թուրքերը մեր լավն են ուզում, ռուսներն ու բելարուսները մեր թշնամին են, էս ինչ եք կարոզում դուք։ Ռուսի հետ, ռուս զինվորի հետ, հայ զինվորը պայքարել է ֆաշիզմի դեմ, եթե գերմանացին հաղթեր հանկարծ վերցնել Ստալինգրադը, Հայաստանի Հանրապետություն գոյություն չէր ունենա, սովետական Հայաստան կամ вообще հայ մարդ գոյություն չէր ունենա, դրա մասին քիչ եք խոսում, որ թուրքական բանակը կանգնած է եղել Արաքսի հակառակողմին եւ ռոպեդեր հաշվում, թե պիտի գնի Ստալինգրադը, որ ինքը մտնի Հայաստանու, եւս երկրորդ անգամ ցեղասպանության յետակի այս ժողովրդին, ում անունն է հայ ժողովուրդ, էտա պատմությունը, էտա փաստակված փառկացող թուղթը պետք է պահպանվել է։ Ոչ թե 4-րդ, 3-րդ դարերի հետ կապված եկեղեցիներին, ասել կատաստրի վկայական չի կա, դա եկեղեցին քանդենք։ Իսկ ինչ ես խոսում դու, այ հոգեկան հիվանդ։ Այ անասունների ծնունդներ, ինչ ասեմ, որ իմ սիրտը հովանա, սերի ժողովուրդ, գիտակից ժողովուրդ, հայրենասեր ժողովուրդ։ Ես շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ը, ես շնորհավորում եմ ձեր եռատոնը, ես այդ տոնը հետ եմ վերադարձնելու, Արցախին Արցախա վերադառնալու, Արցախն էլ Հայաստանա վերադառնալու, Շուշին Հայաստանա վերադառնալու, դառնալու է հայկական, ամենայդեպս գոնե այնտեղ կապրեն հայեր, գոնե ամենավատագույն սցենարը, որը որ կա, սրանց պետք է վտարել, սրանց չպետք է ձայն տալ, սրանց չպետք է հավատալ, հիմարը, որ հիմա այդ ամենափոքր երեխան, որ փոքր երեխան մի անգամ, եթե կպնում է տակ բանի մատը վառում է, երկրորդ անգամ չի կպնում դրան, դու քանի անգամ պիտի ձեր մտնի մասերը վառեք, որ հասկանաք սրանք ականք են, սրանք ձեր լավը չեն ուզում, սրանք պետական դավաճան են, քանի անգամ ձեր մամնի մասը պիտի վառվի, քանի անգամ դուք այդ ցավի միջով պիտի անցնեք, քանի անգամ պիտի զավակ կորցնեք, մայր կորցնեք, երեխա կորցնեք, տունտեղ կորցնեք, փախստական ու գաղթական դառնաք, որ հասկանաք այ մարդ, սրան չի կարելի հավատալ, չի կարելի, մարդը մի անգամ խափում է, երկրորդ անգամ չեք հավատում, չէ՞։ Չի կարելի հավատալ, չի կարելի սրանց խոստումներին, դուք արդեն տեսել եք, օլիգարխը չի կարող լինել հայրենասեր, Նիկոլը չի կարող լինել հայրենասեր, ինքը պետական դավաճան, այ մարդ, դավաճան, այս մարդը չի սիրում զինվորին, բանակը չի սիրում, շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ը, շնորհավորում եմ բոլորիս տոնը, մենք հաղթող ազգ ենք, մենք պիտի հաղթենք, դժվարությունը սա էլ կանցնի, ամեն ինչ կախված է ձեզանից, իմ ազատությունն էլ կախված է ձեզանից, յուրաքանչյուր անձ պիտի գնա ընտրատեղամաս եւ քվեարկի, պարտադիր պիտի գնա, ոչ մի թող չասի, ինձանից ոչինչ կախված չի, կախված է ամեն մի ոգից, թե Վարդան Ղուկասյանի ազատությունը, թե Հայաստանի անկախությունը, ամենայն հայ բանկերով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ День Победы! День Победы!